Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բայց իշխանությունն ասում է ընդդիմությունը եւ տարավ լաբորատոր փորձակնության, որ միատել նման Դե քիչ առաջ ես հենց այդ է ասում, ես նաև իմ հարցազրույցներում եմ ասել, նախ դեպի փորձակնության երկրորդը պիտի հասկանանք, այդ ծորենը ինչ նպատակով է գալիս, ուղղճացրել են, ասել են, տեսեք, ծորենը գալիս այլևս, բայց դա կարող է ընդհանրապես պիտանի չլինի, այլ բաների պատրաստման համար, կամ կերերի, կամ այլ նպատակներով եկած են ծորենը։ Եվ կրկնում եմ, շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե այս միանգամվա եկած ծորենը ինչ նպատակներով է գալի։ Օրինակ ես ենթադրություններ ունեմ, որ Ադրբեջանը հերթական պահանջներն է ներկայացրել հայկական կողմին, դրա մասին Նիկոլ Փաշինյանը անոնսել է տարածքների հետ կապված, որ ասելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք որ հետ պիտի վերադարձվեն Ադրբեջանին։ Այսինքն հերթական զիջումների նախապատրաստական փուլն է կազմակերպվում եւ նաեւ հաշվի առնելով նա, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները նախկինում որ ասում էին, որը վերաբերում է այսպես կոչված անկլավներին, որը ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ նաև ինքն է ազգային ժողովի ամբիոնից ասել, որ դրա իրավական հիմքերը չկան եւ այդ առումով ճիշտ է ենք ասել, իրավական հիմք անկլավների հետ կապված, այսպես կոչված անկլավների հետ կապված չկա։ Բա ինչ տարածքների մասին է այդ դեպքում խոսում, որ Հայաստանը Տավուշի հատվածում են այդ։ Հա ինչ տարածքներ կա, որն է դրա իրավական հիմքերը, որն է դրա իրավական հիմքերը։ Այսինքն դե սահմանազատում սահմանագծումը հարգելիս։ Հիմա այդ սահմանագծման սահմանազատման անվան տակ միակողմանի զիջում է արվել հայկական կողմի։ Ես այս օրինակը բազմիցս անգամ բերել եմ եւ մեկ անգամ եւս ուզում եմ ասել։ Ինչը վերաբերվում էր Կիրանց ոսկեպար հատվածին, այն ժամանակ ասում են, այս հատվածներից մենք զիջում ենք անում, Բերքաբերից 900 հեկտար ստանալու։ Անցել է բավականին երկար ժամանակ, տևական ժամանակ անցել, որևէ մի սանտիմետր, որևէ մի միլիմետր հող Բերքաբերի ուրեմն լճից այն կողմ Հայաստանի Հանրապետություն չի ստացել։ Ինչու չհաջողվեց։ Չի ստացել։ Ինչու չհաջողվեց ցես պարոն Դանիելյան։ Ինչը չհասցվեց այդ ստանալը, որովհետև հենց դրա համար էլ մենք ասում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ չի Հայաստանի Հանրապետությանը հետ սահմանազատման, սահմանագծման իրական գործընթաց անելու, որովհետև եթե մի կողմը պահանջում եւ ստանում է Եվ այդ ստանալուց հետո այլևս Հայաստանի Հանրապետությունը տարածք չի ստանում, այն պարագայում, որ Հայաստանի Հանրապետության տարածքից օկուպացվել են շուրջ 200 քառակուսի կիլոմետր, ըստ պաշտոնական տվյալների, բայց ոչ պաշտոնական տվյալներով խոսում եմ մոտավորապես 400 քառակուսի կիլոմետրի մասին։ Այսինքն դա միակողմանի զիջում ա եղել։ Դրա դիմաց ոչ մի բան ոչ ստացել են, ոչ էլ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, ոչ էլ որևէ մի ադրբեջանի պաշտոնյա ասել է, որ Ադրբեջանի տարածքում կան հայկական հողեր։ Մենք դրանից առաջ էլ ինչ ենք ասում, ասում ենք սահմանազատման, սահմանագծման գործընթացը պետք է արվի այն քարտեզների հիման վրա, որ Հայաստանի Հանրապետությունը մտել է սովետական հանրապետության հետ։ Ըստ այդ քարտեզների Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 31000 քառակուսի կիլոմետր տարածք է։ Ինչ փոխվեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում ասում էր դեռ պետք են իրավական հիմքեր, արդյոք անկլավները Ադրբեջանին։ Չէ, այդպես չէր ասում էր իրավական հիմքեր չկան, ոչ թե ասում էր դեռ պետք է, ասում են իրավական հիմքեր չկան։ Նշում են, որ պետք է տարածք ստանան։ Դե դուք լսել եք Ադրբեջանի հայտարարությունները, ես լսել եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է Արցվաշենի մասին է հայտարարել, բայց ես ուզում եմ տարածքներից էլ դուրս կգան ադրբեջանցիները սահմանազատման արդյունքում։ Հիմա ինչի համար է դա ասում։ Ցույց կտա ժամանակը, բայց ես կարծում եմ, որ այդ հատվածներում Հայաստանի Հանրապետությունը հաշվի առնելով իր վերջին շրջանի վարած քաղաքականությունը, հերթական զիջումներն է նախապատրաստում եւ այդ զիջումների ֆոնին որոշակի առումով քարոզչական ֆոն է ստեղծում եւ ձեզ ուզում նաեւ ձեզ տեղեկացնել, որ այն հատվածները, որի մասին երկար ժամանակ խոսում, այդ հատվածներով անցում են շատ կարեւոր մեզ համար նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ։ Դա
Հայաստան մտնող գազամուղն է, դա ինտերնետ մալուխներն են եւ այլ կոմունիկացիաներ, ճանապարհներ եւ այլ կոմունիկացիաներ, որը փաստացի երկու հատվածում էլ, Տավուշի հատվածում էլ, Տիգրանաշենի հատվածում էլ լրջագույն խնդիրներ են ստեղծել Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի Տեսեք, հաշվի առնելով նախորդիվ պրոցեսները, որ կատարվել են Հայաստանի Հանրապետության կատարել են իշխանությունները շրջանցելով մեր սահմանադրությունը, ինչի համար եմ ես ասում։ Ես ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ այն տարածքները, որ հանձնվել են Ադրբեջանին, այդ հատվածներում բավականին տարածքներ կային, որոնք Հայաստանի Հանրապետության կադաստրային քարտեզներում եղել են։ Դա տրվել են վկայականներ այդ մարդկանց։ Այնուհետև այդ գործընթացներից հետո հետ ողորմյա են արել եւ այդ կադաստրային քարտեզներից այդ հատվածները, եթե նայեք նախորդիվ կադաստրային քարտեզները եւ հիմի կադաստրային քարտեզը, բավականին ակնառու ձևով կտեսնենք, որ այդ տարածքների փոփոխություն ա եղել կադաստրային քարտեզների։ Այսինքն իրավական առումով այդտեղ լուրջ խնդիրներ կա, ես նաև ուզում ձեզ հիշեցնել նախորդիվ իրենց արած հայտարարությունը, որ այդ մասով իբր քրեական գործ կար, չէ՞ հարուցված, ասում էր այդ առումով կան քրեական գործեր հարուցած, մի հոգի ես պատասխանատու կերպով ձեզ ասում եմ, միջև այս պահը մի հոգի չի պատժվել ենթադրյալ, որ ասում են այն ժամանակ խնդիրներ ա եղել այդ վկայականները տալու կադաստրային քարտեզների հետ կապված։ Այս առումով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Դուք այսինքն վտանգ եք տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր Արցվաշենի մասին խոսում է, որ երբ որ 4 այդ անկլավները վերադարձնեն, ասեն, որ Արցվաշենն էլ ստանալու են, բայց ինչպես Բերքաբերի այդ հատվածը չկարողացան կետ ստանալ, նույնքերպ նաև Արցվաշենի հետ չեն ստանալ։ Ճիշտ եք։ Տեսեք, այստեղ մի կարևոր նրբություն կա։ Այստեղ մի կարևոր նրբություն կա։ Ինչն է դա։ Մենք ունենք բոլոր իրավական հիմքերը պահանջելու Արցվաշենի վերադարձը Հայաստանի Հանրապետության տարածք, ասենք մեր վերահսկողության տակ, որովհետև դրա իրավական հիմքերը կան։ Ես ուզում եմ նաև ձեզ հիշեցնել Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ 907 ուղղումը ժամանակին, որ արվել է, դա արվել է նրա այն պատճառով, որ Ադրբեջանը օկուպացրել է ուրեմն Արցվաշենը։ Դրա համար է սահմանափակումները մտցվել։ Ժամանակին հենց դրա համար է սահմանափակումները մտցվել։ Հիմա Ադրբեջանը չունի այդ իրավական, այսինքն չկա այդ իրավական հիմք։ Ես բազմիցս ասել եմ, ինչն ա եղել պատճառը, որ ադրբեջանցիները եկել այդտեղ բնակեցվել են։ Այդ տարածքներում ուրեմն ակտիվ զբաղվել են անասնապահությամբ։ Եվ ադրբեջանցիները գալով այդտեղ նաև իրենց առաջ խնդիր են դրել, որպեսզի իրենց ազգաբնակչությունը ավելանա, այն ժամանակ Հայր Ալիևի կողմից պահանջ կար, որ գնացեք այդտեղ շատ երեխաներ ունեցեք եւ այդ տարածքները ձեզնով արեք։ Եկել են այդ մարդիկ այդտեղ արդեն տարիների ընթացքում ամրապնդվել են եւ այդ է ընդամենը իրենց հիմք տալիս պնդելու, որ գիտեք ինչ կա, այս տարածքները ադրբեջանական տարածքներ են։ Կրկնում եմ, որևէ մի իրավական հիմք չկա, գոյություն չունի միջև այս Եթե օրինակ Արցվաշենի վերադարձի մասին սահմանազատման հանձնաժողով որոշում կայացնեն, ի պատասխան դրա Ադրբեջանն մեր ռազմավարական տարածքներից ուզի եւ դա սահմանազատման հանձնաժողովը իրոք հաստատի, ինչով կարող եք հակազդել դրան, ինչով պետք է հակազդել։ Նախ ես ձեզ ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել։ Ինչի համար եմ ես ասում, որ 20-ական թվականների քարտեզները, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը մտել է սովետական միության կազմի մեջ, այդտեղ եթե ուշադիր նայեք այդ քարտեզները, Արցվաշենի տարածքը կպած է Հայաստանի Հանրապետությանը։ Ինքը անկլավային չի եղել, ինքը կպած է եղել Հայաստանի Հանրապետության տարածքներին։ Եվ կրկնում եմ, դրա իրավական հիմքերը կան։ Այլ իրավական հիմքեր պահանջելու հայկական կողմից չկա։ Եթե դա արվի, դա արվելու է միակողմանիորեն էլի զիջումներ կատարելով։ Ուրիշ այդտեղ բան չկա, ես ուրիշ բան չկա։ Կարելի է հակազդել դրան հարցը։ Դե հակազդելը հետեւյալն է։ Մենք ունենք իրավական հիմքերը պահանջելու Արցվաշենը, ես քիչ առաջ ես դրա մասին եմ ասում։ Նաև միջազգային հանրությունն է ընդունել։ Ես ասի 907 ուղղման մասին, որը որ հենց Արցվաշենի օկուպացիայից հետո այդ 907 ուղղում ա եղել։ Եթե մեր օրինական մեր իրավունքներն է, մենք իրավական հիմքեր ունենք, ինչի՞ պետք է մենք օրինակ մեր պահանջներից հետ կանգնենք, կարող եք ասել։ Ինչի՞ պետք է մեր պահանջներից հետ կանգնենք։